Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Առաքելյան, նախ օրվա հետ կապված 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Ինչ ստեղծվեց արդեն իսկ պատերազմից հետո, ինչ ունենք այսօր եւ ինչ պետք է անել ապագայի համար, որպեսզի այլևս չկրկնվի 44-օրյա պատերազմի եւ նման օրինակ ողբերգական էջերը մեր հայոց պատմության մեջ։ 2020 թվականի Արցախյան պատերազմը ցավոք վստահաբար մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջն է, որը ամբողջովին փոխեց մեր պատմության ընթացքը, որովհետեւ 20 թվականից հետո առանց Արցախ Հայաստանը ունեցավ իր հսկայական անդրադարձը հենց Հայաստանի Հանրապետության վրա եւ այս 5 տարվա մղձավանջը ցավոք շարունակվում է եւ եթե պատերազմը կարելի է որոշակի վերլուծություններով տասնամյակների հետևանք որպես ամրագրել տարբեր խնդիրներ, որոնք եկան հասան 2020 թվականին, ապա ակնհայտ է, որ այս 5 տարվա ընթացքում իշխանությունները ոչինչ չեն անում այս մղձավանջից դուրս գալու եւ այդ խաղաղության կեղծ պատրանքները վերում են նրան, որ Հայաստանը շարունակում է մնալ թուլացած, որովհետեւ նույն 20 թվականից հետո մենք ականատես եղանք ել ավելի ողբերգական իրադարձությունների, Արցախի ամբողջական հայաթափման, Հայաստանի սահմանների վրա ռազմական ագրեսիայի, Բաքվի բանտում մինչև այժմ մեր գերիների առկայության, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակը եղել է Արցախի հայկականության բնաջնջումը, հայ ժողովրդի բնաջնջումը, անկախ նրանից գտնվում են Արցախում թե Հայաստանում եւ տեսանելի ապագայում պատրանքներ ունենալ, որ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, ուղղակի միամտություն է։ Այս ամենից դուրս գալու լուծումը ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ ունենալն է, որովհետեւ միայն այդ ուժով կարողանանք ամրացնել մեր խաղաղությունը, որովհետեւ որովիցե փաստաթուղթ չի կարող ապահովել այն, ինչը պետք է ապահովենք ինքներս։ Իհարկե կարևոր են այդ փաստաթղթերը, բայց եթե հետ գնանք նման փաստաթղթեր 30 տարվա ընթացքում շատ ենք ունեցել, որոնք հանգեցրել են ավելի մեծ ողբերգության եւ հազարավոր մեր հայրենիների կյանքի գնով մենք կարողացանք որոշակի կանոնություն ապահովել, թեև հետևանքները ողբերգական են եւ հենց նրանց հիշատակի հարգանքի մեծագույն դրսևորումը լինելու է ուժեղ պետության կառուցումը։ Առաքելյան, ժամանակի ընթացքում ապագա խոսույթը փոխվեց, ապագան հիմա է, ապագան արդեն եկել է։ Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի ծնողի հետ էինք զրուցում, ասաց իր տղայի զոհվելուց հետո կարողացել է զավակ ունենալ, նոր էդգար ունենալ եւ ասաց նայելով տղայի աչքերին հասկանում է, որ հայրենիք է պարտք եւ զոհված տղային եւ այն զավակին, որը նոր է լույս աշխարհ եկել եւ ապագա է պարտք։ Այս երկու իրողությունները այս պահին հակադրվում են իրար հետ, ինչպիսին պետք է լինի դրա լուծումը։ Չեմ ուզում անդրադառնալ այդ իշխանությունների այդ վարքագծին, այդ ամենի ականատեսը մենք տեսնում ենք, որ այդ իրենց այդ բերած ապագան միայն ողբերգություններ, միայն կորուստներ է լինում, մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ընդհանրապես կորուստներ հենց ապագայի պատկերացումների մասին, որովհետև ցավոք այսօր բոլորը ոչ միայն զոհվածների ընտանիքները, այլ բոլորը ունեն բացասական սպասումներ հենց ապագայի նկատմամբ եւ այդ սպասումների գլխավոր դերակատարը հենց իշխանություններն են։ Հետևաբար հենց զոհված տղաների հարգանքը հիշատակը վառ պահելու համար այդ ապագան պետք է լինի ուժեղ պետություն կառուցելու հենց հաջորդ սերունդների համար, որի հետ այս իշխանությունները որևէ աղերս չունեն։